Նոյեմբերի 21-ին ժամը 6:14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։ Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։ Մահացած տղամարդը ոստիկան էր, ապրում էր Արարատի մարզի Դվին գյուղում։ Թուրքալեզու երկրի եւս մեկ առաջնորդ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կրկին հրապարակապ գովաբանել է Նիկոլ Փաշինյանին։ Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը խաղաղության ուղղությամբ եւ պատրաստ է աջակցել։ Այս մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի։ Փաշինյանը եւ Տոկաևը Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն։ Երկկողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել են նաեւ մի շարք համաձայնագրեր։ Մի խումբ հայ փորձագետներ Երևանից չարտերային չվերթով առավոտյան ժամանել են Բաքու։ Նշենք, որ հայկական ավիաուղիների ինքնաթիռը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ է վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 17 միլիոն 550 հազար դրամ էր հատկացրել, որ փորձագետների 5 հոգանոց խումբ պատասխան այցով մեկնի Բաքու։ Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում էին փորձագետները, փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի հարցաքննության ժամանակ դահլիճում իրավիճակը լարվեց։ Տուժող կողմին դուր չեկավ իրենց հարցերին Դավիթ Մելքումյանի տված պատասխանները։ Նրանք հիմնականում փորձում էին հասկանալ, թե ինչպես է կրակը տարածվել ամբողջ կացարանով։